Ալիևն ինչպես խոստացել էր, ի կատար ածեց Նախիջևանի Օրդուբադում այսպես կոչված արևմտյան Ադրբեջան վերադարձի փառատոնը։ Հենց Ադրբեջանի նախագահի աշխատակազմից պետության փողերը ողողեցին այդ ծրագիրը, որի նպատակն է սերմանել ադրբեջանցիների մեջ այն թեզը, թե իրենք Հայաստանում ապրելու իրավունք ունեն, ավելին, խոստացել են Հայաստան վերադարձողներին $70,000 չափ գումար տալ։ Եթե լինի նման հնարավորություն եւ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի Հանրապետություն վերադարձող ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով փոխհատուցում վճարի 70,000, Հայաստանից էլ 500,000-ից ավել մարդ կգնա։ Անվտանգային ռիսկեր կարող են պարունակել իրենց մեջ, եթե ադրբեջանցիները գան տնավորվեն Հայաստանում։ Փորձագետն իր ծննդավայրի օրինակն է բերում ու շեշտում, լուրջ խնդիրներ կարող են առաջանալ, եթե օրինակ Հայաստան մի գյուղական համայնքում, որտեղ նաև ադրբեջանցիներ են բնակվում, ընտրություններ անցկացվեն։ Այսօր Սիսիանի ժողովրդագրական վիճակին նայելով, եթե այդ ադրբեջանցիները վերադառնան, իսկ այստեղ վերադառնալ ցանկացողների թիվը 11,476-ա, վերջին անգամ իրենց հրապարակված թվով։ Եթե այդ մարդիկ վերադառնան, մենք արդեն 2031 թվականի Սիսիան համայնքի հավաքական ընտրությունների ժամանակ առնվազն ունենալու ենք երկրորդ խոշոր մեծ խմբակցություն, եթե ոչ ունենալու ենք ադրբեջանցի համայնքապետ։ Որքան էլ հայաստանյան իշխանությունները ֆեյք են համարում ու հերքում ադրբեջանցիների Հայաստան վերադարձի մասին տեղեկությունները, այդ երկրի իշխանությունները ավելի են ակտիվացնում օնլայնում Հայաստան վերադառնալու նարատիվը։ Շաբաթման մեջ չկա շաբաթ մի քանի միջոցառում չունենան։ Ըստ որում խոսքը գնում է բավականին բազմամարդ եւ պետական ֆինանսավորումով, պետական կառույցների ներգրավմամբ կազմակերպող միջոցառումների մաս։ Մենք երբեք չենք մոռանա, թե ինչ են արել հայ օկուպանտները մեր ժողովրդի եւ մեր քաղաքների հետ, ինչպես նաեւ 65 մզկիթների ոչնչացումը։ Ալիևը չէր կարող կրկին չհիշատակել հայերին ու հպանցիկ հեգնանքով չվիրավորել մերոնց։ Հայերը խոզեր եւ այլ կենդանիներ են պահել մզկիթներում, եւ Ադրբեջանը երբեք չի մոռանա դա։ Ալիևի Հայաստանի իշխանությունների առջև դրված նախապայմաններից մեկն էլ հենց ադրբեջանցիների վերադարձն է, եւ դա ըստ փորձագետների սկիզբ է դրվել դեռ 2004-ին, իսկ Վաշինգտոնյան նախաստորագրված փաստաթղթով ըստ վերլուծաբանների պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այն պետք է կյանքի կոչվի։ 162 տոննա հայկական ծիրան ուղևորվել է Ուկրաինա ու Վրաստան, սրանք առաջին արտահանումներն են, բայց դրանք շարունակական կլինեն ու ծավալներն էլ կմեծանան, թե ոչ տնտեսվարողների գործընկերային հմտություններից է կախված, վստահ է Նիկոլ Փաշինյանը, իսկ կառավարությունն իր հերթին աջակցության ծրագիր է նախատեսում առկա խնդիրներին բախվող ջերմոցատերերի համար։ Հիմա ըստ էության ինչ ենք ասում մենք այս ծրագրի շահառուներին, որովհետև հիմնական լարվածությունները, որ կարող են այս շրջանում լինել, կապված են վարկերի մարման գրաֆիկների հետ։ Մենք հիմա գործնականում կառավարությունը ասում է հետևյալը, որ հարգելի տնտեսվարողներ առաջիկա 6 ամիսների ընթացքում կամ 6 ամիսների ընթացքում դուք կարող եք դրա մասին չմտահոգվել, գնացեք հանգիստ այն նոր շուկաների հնարավորությունները, որ մենք ձեզ համար բացել ենք, գնացեք հանգիստ այդտեղ նոր շուկաներին հարմարվեք եւ սկսեք աշխատել արտահանման նոր ուղղություններով։ Ստանդարտներին համապատասխանող 411 տոննա ջերմատնային բանջարեղեն ու ելակ եւ մոտ 1.8 միլիոն հատ ծաղիկ է արտահանվել։ Էկոնոմիկայի նախարարն է հունիսի 1-ից մինչեւ հունիսի 17-ի ընթացքում արձանագրված տվյալներն ամփոփել։ Ըստ ծավալների Վրաստան, Ուզբեկստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրանի Իսլամական Հանրապետություն, Ուկրաինա, Բուլղարիա, Կիպրոս, Լատվիա, Ռումինիա, Չեխիա, Ավստրիա, Նիդերլանդներ, Ֆրանսիա, Բելորուս, Ղազախստան։ Անորակ ապրանք արտահանել ինքնիշխանության հաշվին այդ անտրամաբանական է։ Կառավարությունն ըստ Նիկոլ Փաշինյանի այս ընթացքում զբաղվում է ԵԱՏՄ-ում առաջացած խնդիրներով, իսկ դրան զուգահեռ գործադիրը նաև հաջորդ տարվա համար 2 կարևոր կարգավորում է նախատեսում։ Նախ դրոշմապիտակավորվող ապրանքների ցանկը պետք է ընդլայնվի։ Այսինքն ինչը հնարավոր է դրոշմապիտակավորել, ամեն ինչը պետքա դրոշմապիտակավորել։ Այն ինչ որ հնարավոր չի դրոշմապիտակավորել, էդ էլ է պետք դրոշմապիտակավորել, որովհետև տենց բան չկա, որ հնարավոր չի դրոշմապիտակավորել։ Հաջորդ կարգավորումը միկրոբիզնեսին ու շրջանառության հարկով աշխատող բիզնեսին է վերաբերում։ Խստացվում են ՀԴՄ չտպելու դեպքում իրականացվող միջոցառումները։ Տարվա մեջ օրինակ կնայենք 3 անգամ ՀԴՄ չթողարկելու համար բան եղավ, արձանագրվեց ՀԴՄ բաց չթողնելու փաստ, 5 տարի ինքը պետքա զրկվի ընդհանրապես եւ միկրոբիզնեսի եւ շրջանառության հարկի ոլորտում աշխատելու։ Այսինքն պետքա միանգամից մտնի եւ 5 տարի պետքա արգելվի, միայն ավելացված արժեքի հարկի համակարգով պետքա աշխատի։ Ես հասկանում եմ, որ կարա ոմանց համար սա նշանակի դե ֆակտո փակում, բայց ուրեմն թող ՀԴՄ կտրոնները թողարկեն։
Կառավարության նիստում քննարկել են նաև էներգախնայողության ծրագրերը։ Այս դեպքում ըստ Փաշինյանի հանրապետության բոլոր բնակավայրերում ավելի տաք բնակարաններ կլինեն ավելի քիչ էներգետիկ ռեսուրսի ծախսմամբ։ Ասենք դուս եսեք օրինակ օթորակիչը մոռացել ես անջատել, գնացել ես 200 կիլոմետր հեռու ես։ Այսինքն նման բաների վրա այնքան էլեկտրաէներգիա ծախսվում, որ եթե այդ չծախսվի, շատ էական գեներացիա կապահովի։ Իսկ ընդհանուր առմամբ կառավարությունը 1.5 միլիարդ դրամից ավելի գումար կհատկացնի 13 համայնքում 16 սուբվենցիոն ծրագիր համաֆինանսավորելու համար։ Կառավարության ղեկավարն ասում է, այդ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքներում նաև լողավազաններ կառուցելու նախաձեռնություն պետք է լինի, հատկապես այն քաղաքներում, որտեղ ավելի քան 3 ամիս լողալու սեզոն է լինում։ Կադաստրային քարտեզների անճշտությունների շտկման եւ դրանից բխող սեփականության իրավունքի գրանցման հարցում քաղաքացին այլևս մենակ չէ։ Պետությունը խոստանում է կանգնել նրա թիկունքին։ Իսկ եթե ավելի պարզ, ապա կադաստրի կոմիտեն այսուհետև քաղաքացիների դիմումների հիման վրա կկարողանա վարույթ հարուցել եւ զբաղվել տվյալ հատվածում կադաստրային քարտեզների շտկման գործով։ Նոր օրինագիծը կընձեռի այդ հնարավորությունը։ Իսկ մինչեւ այս քաղաքացին ինքը պետք է թակեր տարբեր կառույցների դռները, հավաքեր փաստաթղթեր, գտներ մասնագետներ եւ հաճախ նաեւ թիմեր դատարան ճշտգրտված քարտեզների հիման վրա իր սեփականությունը գրանցելու համար։ Ինչ քայլեր պետք է կատարի քաղաքացին այսօր դրա համար։ Պետք է նախ պատվիրի չափագրություն որակավորված անձից։ Հետագայում այդ հայտակագիծը ներկայացնի համայնքին, որպեսզի համայնքը հաստատի, որ այո, այն ինչը որ չափել եք, համաձայնություն եմ տալիս, համապատասխանում է իրականությանը։ Այն դեպքում, երբ այս ամբողջական փաստաթղթերից թեկուզ եւ մեկը բացակայում է, ենթադրենք մեկ սեփականատիրոջ կամ մեկ գրավառուի համաձայնությունը չկա այդ ուղումը կատարելու համար։ Վարչական մարմնի ձեռքերը ըստ էության կապվում են։ Օրենքում կատարվելիք փոփոխություններով նախ սահմանվում են պայմանները, երբ կադաստրային քարտեզի ուղումների համար պետք չէ լինելու հարևանի թույլտվությունը։ Օրինակ, եթե հարևանը մահացել է եւ չեն նշանակվել ժառանգներ, ըստ այդմ չկա համաձայնություն տվող անձը։ Կամ եթե հարևաններից մեկը հիմքերի բացակայության պայմաններում պարզապես համաձայնություն չի տալիս կադաստրային քարտեզը ճշգրտելու համար։ Ես դիմել եմ իմ հողի քարտեզագրության համար, ճշգրտելու համար, մյուս հարևանը ինչ է անում, ինչ է տեղի ունենում, այսինքն ճշգրտում եք իմը, բա կողքի հարևանի դեպքում, երբ որ ոչ դիմում է, ինչ է տեղի ունենում իր հետ։ Եթե հարևանը չի տալիս համաձայնությունը, բայց այդ հիմքերը կան, մենք օրենքով ամրագրել ենք, որ վարչական մարմինը կաշկանդված չէ անգամ համաձայնություն չունենալու պարագայում, բայց հիմքեր փաստեր ունենալու պարագայում ուղի այդ կադաստրային քարտեզը։ Օրենսդրական փոփոխությունների շնորհիվ նաև նվազելու է պետական կառույցների շրջանակը, որոնց դուռը պետք է գնա քաղաքացին իր սեփականության սահմանները ճշգրտելու եւ սեփականության գրանցում իրականացնելու համար։ Մենք նախագծով այդ առաջի փուլը համայնք տանելու հատակագիծը հաստատելու հանել ենք, այսինքն միանգամից բերում ներկայացվում է կադաստրի կոմիտե վարչարությունը իրականացնելու համար եւ այն դեպքերում են համայնքի համաձայնությունը պահանջվելու, եթե օրինակ ուղղվող հողամասը համայնքի հողի հետ սահմանակից է։ Սեփականությանն առնչվող եւս մեկ օրենքի նախագիծ էլ կար խորհրդարանի սեղանին։ Խոսքը հետադարձ հիփոթեկի հնարավորություն տվող օրենքի մասին է։ Եթե քաղաքացին հասել է իր կենսաթոշակային տարիքին եւ ունի իրեն սեփականության իրավունքով պատկանող գույք, բնակելի նշանակության, բնակելի տուն, բնակարան, ամառանոց, վերջինս հնարավորություն ունի բանկի կամ վարկային կազմակերպության հետ կամ թեկուզ այլ երրորդ կողմի ներգրավմամբ կնքելու պայմանագիր, որով կգրավադրի իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքը եւ դրա գնահատված շուկայական արժեքի դիմաց կստանա ամեն ամիս որոշակի պարբերական վճարումներ։ Մենք պիտի մեր թոշակառուների համար պաշտպանիչ մեխանիզմներ մտածենք, որպեսզի իրենց շահերը մաքսիմալ պաշտպանված լինեն, որ այնպես չստացվի, որ տոկոսներ են բարձր են հաշվել, որ այնպես չստացվի, որ անշարժ գույքի արժեքը իրականից ցածր է գնահատվել կամ վերջում իրենց մահվանից հետո այդ գույքը ջրի գնով վաճառվել է չգիտես ում։ Հետագայում մահացած կենսաթոշակառուի ժառանգները կարող են 6 ամսյա ժամկետում մարել այն ֆինանսական պարտավորությունները, որոնք ունեցել է իրենց իրավանախորդ կենսաթոշակառուն կամ էլ գույքը կփոխանցվի բանկին։
Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը ներկայացվել է որպես առողջապահական ոլորտի ամենախոշոր բարեփոխումներից մեկը, խոստանալով քաղաքացիներին ավելի հասանելի բժշկական օգնություն, իսկ բուժ հաստատություններին կայուն եւ կանխատեսելի ֆինանսավորում։ Սակայն վերջին օրերին ի հայտ եկած տեղեկությունները նոր հարցեր են առաջացնում համակարգի ֆինանսական կայունության վերաբերյալ։ Փորձագետները ահազանգում են առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում բժշկական ծառայությունների հատուցումների համար նախատեսված բյուջեն փաստացի սպառվել է կամ մոտեցել է սպառման սահմանին։ Արդյունքում վերջին շաբաթներին բժշկական կազմակերպություններին 60,000 դրամից ավելի հատուցումների զգալի մասը մերժվում կամ սառեցվում է։ Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ապահովել առավելագույն թափանցիկություն եւ հանրային հաշվետվողականություն։ Հասարակությունը պետք է ստանա հստակ պատասխաններ հատուցումների բյուջեի վիճակի, մերժումների ծավալի եւ համակարգի ֆինանսական կայունության վերաբերյալ, քանի որ առողջության համընդհանուր ապահովագրության արդյունավետությունը մեծապես պայմանավորված է քաղաքացիների վստահությամբ եւ պետության ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարմամբ։ Հիշեցնենք, որ առողջապահության համընդհանուր ապահովագրության ներդրման ընթացքում պաշտոնյաները հայտարարում են, որ համակարգի ամբողջական գործարկումը կարող է տարեկան արժենալ շուրջ 300 միլիարդ դրամ։ Միևնույն ժամանակ նշվում է, որ արդեն 100 հազարավոր քաղաքացիներ օգտվել են ծրագրից, իսկ պետության կողմից փոխհատուցվել են միլիոնավոր դրամների բժշկական ծառայություններ։ Սակայն այժմ առաջանում է հիմնական հարցը՝ արդյոք համակարգը նախապես ունեցել է բավարար եւ իրատեսական ֆինանսական հաշվարկներ, թե գործարկվել է արագացված քաղաքական օրակարգով, առանց երկարաժամկետ ռիսկերի ամբողջական գնահատման։ Մարդիկ բոլորը առանց կարիքի գնահատման, երբ որ կատարեցին տարբեր տեսակի վիրահատություններ, չգնահատվեց վիրահատությունների հրատապությունները, տեղորայքի տրամադրման կարիքը, հրատապությունները եւ այլն, արդյունքում այսօր արդեն մենք ունենք լուրջ խնդիր, արդեն բնակիչներին սկսել են մերժել հիմնադրամի հետ կապված ենթադրաբար բյուջեների հետ։ Անցած ամսին պաուստային ֆոնդից տրամադրվել են գումարներ, ապրիլ ամսին եւս 290 միլիոն պաուստային ֆոնդից է հանվել տրամադրել։ Մասնագետները նշում են մի քանի հնարավոր ռիսկեր։ Առաջինը ֆինանսական ճնշումը բուժ հաստատությունների վրա։ Եթե հիվանդանոցները վստահ չլինեին, որ արդեն մատուցված ծառայությունների դիմաց ամբողջությամբ փոխհատուցում կստանան, կարող են առաջանալ ծառայությունների սահմանափակման կամ թանկարժեք հետազոտությունների հետաձգման ռիսկեր։ Երկրորդը՝ թափանցիկության խնդիրները։ Սահմանափակ ռեսուրսների պայմաններում կարող են հարցեր առաջանալ, թե ինչ չափանիշներով են հաստատվում կամ մերժվում հատուցման հայտերը։ Երրորդը՝ պացիենտների վրա լրացուցիչ ֆինանսական բեռի հավանականությունը։ Եթե բուժ հաստատությունները չստանան ակնկալվող հատուցումները, կարող է աճել քաղաքացիների կողմից կատարվող հավելյալ վճարումների ռիսկը։ Այս պահին առանցքային հարցերը մնում են անպատասխան։ Արդյոք իրականում սպառվել է հատուցումների բյուջեն, ինչ ծավալի մերժումներ են արդեն արձանագրվել, կան արդյոք ներքին սահմանափակումներ բարձրարժեք հատուցումների նկատմամբ եւ որքանով էր համակարգը պատրաստ նման ծանրաբեռնվածության։ Կիևյան կամրջի հիմնանորոգումը նոր է մեկնարկել, սակայն դրա հետևանքները արդեն զգացվում են ամբողջ մայրաքաղաքում։ Հարակից եւ այլընտրակային փողոցները առավոտյան ժամերին գերծանրաբեռնված են։ Քաղաքի տարբեր հատվածներում ձևավորվել են երկարատև խցանումներ, իսկ բազմաթիվ վարորդներ ստիպված են եղել սովորականից զգալի ավելի շատ ժամանակ անցկացնել ճանապարհին։ Մասնագետների կարծիքով նման վիճակը որոշակիորեն կանխատեսելի էր։ Չփակվող հատվածների պայմաններում մենք ականատես լինում ավելի խցանումների, խնդիրների եւ այս առումով կարելի է կանխատեսել, որ կամուրջի փակումը կհանգեցնի իր հերթին նմանատիպ խցանումների առաջացման այն առումով, որ արդեն բնականաբար վարորդների կողմից տվյալ հատվածը շրջանցելու համար պետք է ընտրվեին շրջանցող այլ ուղղություններ։ Այս առումով որոշակիորեն կանխատեսում կար։ Իսկ այդ այլ ուղղություններ ընտրելը իր հերթին կբերեր այլ ուղղությունների ծանրաբեռնմանը։ Միևնույն ժամանակ փորձագետները նշում են, որ եթե կամրջի տեխնիկական վիճակը պահանջում էր անհապաղ միջամտություն, ապա աշխատանքների իրականացումը նաև անվտանգության հարց է։ Սակայն քննարկումների կենտրոնում հայտնվել է ոչ միայն վերանորոգման անհրաժեշտությունը, այլ դրա կազմակերպման եղանակը։ Ըստ փորձագետների հնարավոր էր ուսումնասիրել փուլային աշխատանքի տարբերակը, առնվազն որոշ հատվածներում երթևեկությունը պահպանելու նպատակով։ Որոշակի առումով, եթե դրամաբանական տեսակետից մոտենանք, կարծում եմ, պետք է գոնե ստեղծվել հնարավորություն առնվազն ուղեմասար փակելու գոնե, որը որոշակի առումով այսպիսի
գերծանրաբերություն այլ փողոցների վրա չէր առաջացնի։ Նման մասշտաբի սահմանափակումներից առաջ ըստ փորձագետների անհրաժեշտ է մանրամասն գնահատել շրջանցիկ ճանապարհների թողունակությունը եւ հասկանալ, արդյոք դրանք ի վիճակի են սպասարկել լրացուցիչ տրանսպորտային հոսքեր։ Հակառակ դեպքում խնդիրը պարզապես մեկ հատվածից տեղափոխվում է մյուսը։ Պատասխանատուների խոսքով ծրագրի ամենաբարդ եւ ժամանակատար հատվածը դեֆորմացիոն կարերի ամբողջական փոխարինումն է, որոնց թիվը հասնում է մոտ 9-ի, ինչը կամրջի անվտանգության համար առանցքային նշանակություն ունի։ Տեխնոլոգիապես ինչ է հնարավոր է կարել զուգահեռաբար, բայց ամենակարևորն ինչ է, որ չեն անում հենց հիմա։ Դա կապված է բացված մակերեսների հետ, այն մակերեսների հետ, որ նույնիսկ մետաղն է բացվել, այնտեղ մշակման է դիսկոստոպ միտերով պետք է մշակվել, այսինքն քանի դեռ ջուրը, անձրևաջուրը քաշելու է ներքև, այսինքն եթե մոստը բաց է, այս պահին բացում են, հիմա արդեն սկսել են, քան այսօր անձրև կա, եւ ջուրը տանելու է ներքև, այդ աշխատանքը դառնում անիմաստ։ Կիևյան կամրջի վերանորոգումը ըստ մասնագետների դեռ ամիսներ շարունակ կազդի մայրաքաղաքի երթևեկության վրա, սակայն այս վիճակը նաև հիշեցնում է, որ ժամանակին չվերանորոգված ենթակառուցվածքները վաղ թե ուշ կարող են ավելի լուրջ խնդիրների եւ վտանգների պատճառ դառնալ։ Մինչեւ քաղաքային իշխանությունները խոստանում են աշխատանքներն ավարտել հնարավորինս սեղմ ժամկետներում, վարորդներն ու ուղևորները ստիպված են լինելու համակերպվել նոր երթևեկային իրականության հետ, հույս ունենալով, որ ժամանակավոր անհարմարությունները կբերեն ավելի անվտանգ եւ հուսալի կամուրջ ունենալուն։